Ներկայացնում ենք ձեզ խանութի ծրագիրը։ Նման ծրագրերը նախատեսված են ապրանքների մոտքի, վաճառքի եւ մնացորդի ֆունկցիոնալ գործողությունները հսկելու համար։ Այս բաժինը, ապրանքի մոտ բաժինը նախատեսված է ապրանքներ մոտք անելու համար։ Այժմ գտնում ենք պարզ բաժնում։ Պարզ բաժինը բաղկացած է մի քանի հատվածից։ Առաջի հատվածը որոնվող ապրանքի կոդով կարող ենք գտնել կամ սկսվող տառով, որ բազայում գոյություն եղած։ Հիմա մեր բազան դատարկ է, դրա համար նոր ապրանք ենք ստեղծում։ Մենք ստեղ սխում ենք տեղեկատու, ինքը հերթական ազատ կոդը գեներացնում բերում է ցույց է տալի, կամ կարող ենք ուղղակի սկանալով շտրիխ կոդը ու այդ շտրիխ կոդի 13 նշանոց թիվը կհայտնվի այստեղ։ Հաջորդիվ գրում ենք ապրանքի անունը, օրինակ product 1։ Եթե ունենք քանակը, կարող ենք գրենք քանակները, եթե չէ, ուղղակի թողում ենք դատարկ, այդ դեպքում քանակությունը 0 մուտք կանի բազայում, այս կոդով, այս ապրանքով անվանում։ Հաջորդը գնաց գնով, ունենք 1000 դրամը եւ վաճառքի գին ենք դնում, կարող ենք տոկոս ավելացնել, 20% ավելանա, դառնա 1200, եթե գինը չգալի, կարող ենք փոխել, սարքել 1500։ Այս 5 դաշտերն են պարտադիր, տալիս ենք հիշել։ Հաջորդով օրինակ էլի սխում ենք տեն 002 կոդը, բերեց հերթական ազատ կոդը, տվեցինք երկրորդ անվանումը, 2 քանակությունը, ասենք 20 հատ, գնաց գինը 1000 դրամ, 1400 դրամ։ Հիմա կարող ենք տեսակավորել եւ ընտրել մատակարարներ, ինչ է դրանց ներկայացնում, օրինակ ունենք տնտեսականի բաժին, ունենք գրենականի բաժին, կամ ունենք օրինակ ծխախոտի բաժինը, եթե սա մթերային ծրագիր է, եթե բաժինները կարող ենք տեսակավորել ապրանքները, ոնց ենք ավելացնում, մտնում ենք կարգաբերումներ, ավելացնում ենք օրինակ տնտեսական բաժին, ավելացնում ենք օրինակ սիգարետի բաժին, ու այդ դեպքում արդեն հնարավորություն կա ընտրելու տնտեսական բաժինը։ Տնտեսականի առաքումը կարող ենք հասկանալով անբերում, եթե ինչ-որ սպե է, ապա կարող ենք գրել նրա անունը, առաքիչ կամ MG ինչ-որ ընկերությունը, այստեղ կարող ենք գրել հեռախոսի համարը կամ չգրել ու նշել MG, տալիս ենք հիշել։ Այս ապրանքները տեսակավորեցինք եւ մատակարարը ընտրեցինք։ Դա հնարավորություն է տալիս մենք հետագայում մեր ֆիլտրերում տեսնել օրինակ այս տեսակից ինչ ապրանք ունենք, ինչ ենք ստացել, ինչ ենք վաճառել, նույնը մատակարարը հասկանանք, որ մատակարարից ենք ինչ ստացել, ինչ վաճառել։ Օրինակ մուտքեր բաժնում, հիմա ես կարող եմ նայել, որ մատակարարն է ինչ բերել եւ տնտեսական ապրանքներից որն է ստացել։ Սա ապրանքի մոտ բաժինն է, ընդլայնված բաժինը նույն դաշտերն են, ուղղակի մի քանի ավելի դաշտ այստեղ կա, դասքում ես դրանց նույնպես կառանդառնամ։ Հետո ըստ մատակարարների մուտքագրում կա, սա արագ մուտքագրում է, օրինակ մատակարարով ես կարող եմ MG մատակարարով ընտրել եւ այստեղ գրել 10 քանակի ստացավ ու տանք հիշել, ինքը մուտքագրվում է, օրինակ մուտքերում ավելացավ 10-ը եւ հաշիվ ապրանքագրով, եթե ունենք հաշիվ ապրանքագիր ֆայլ on-line-ից արտահանած XML ֆայլը, ապա կարող ենք ընտրել
եւ արտահանել։ Ավելի մանրամասն այս առանձին վիդեոյով բաժինները ցույց տամ։ Հաջորդը մուտքեր բաժինն է, այստեղ տեսնում ենք ինչ մուտքեր ենք մենք կատարել։ Այս վերևի հատվածը դա ֆիլտրներն է, օրինակ ես կարող եմ իմանալ ամսի 1-ից ամսի 31-ը ժամանակահատված տալով շելով հասկանալ ինչ մուտքեր ենք արել, դասավորել ըստ գնի աճման, ըստ նվազման, ըստ տնտեսականների կամ ապրանքների։ Սա մեր բոլոր մուտքերն է, այստեղ իտոգը ներքևը գումարային երևում է, քանակը 40 հատ, 70 հատ կամ 87,000 գնաց գնով եւ վաճառքի գնով։ Այստեղ եթե որևէ բան պետք է խմբագրել, կարող ենք երկու անգամ սեղմել իր վրա, ասենք գրել 11, տալենթը ինքը արդեն 11 հատ կլինի։